Ողջույն։ Ողջույն։ Նոյեմբերի 7 Այո։ Դրա մասին հետո կխոսամ ես առանձին 15 աստիճան գիտեք ես ահագին գործեր ունեմ գնալու եմ մենք ուզում ենք նորից մի հատ շնորհակալություն հայտնենք ջերմ շնորհավորանքների համար Եվ Նարա Խաչատրյանին Այո առանձին արդեն առանձին thanks-ի համար Նարա ջան շնորհակալություն շատ հիշում ենք կարոտում ենք Այո հույս ունենք նորից հանդիպելու Ես մեր պոպոքի ծառայելը տես ոնց մերկացողն Հա, շատ շուտ մերկացան պոպոքները Դե այդ քամիներն էին էլի մեղավոր Թե չսես ոնց է ոսկի պատելներ Այո Բայց այն ներքևը սիրուն է հլնայի այն մասը Այն կրշաները որ կան Դրա Չէ մի րոպե ես մի հատ տերևների թրթռոցը Հա, Շատ դուրս գալիս է Հմայքը ունի, ճիշտ է Ոնց էլ բարև են, չէ Ձեռքով անեն Ռուսերեն ասում են տրիպիշչուտ Տրիպիշչուտ Թրթռում են հայերեն Որն էիր ասում ես, ինչ էիր ասում ստեղ Այն են, որ մի քիչ էլ կարմիր կա է, չէ Ես ինչ բան, հա, ես ինչ Մասը շատ Անետ, մի անգամ չեղավ մի հեշտ բան ինձ ասես Ես էլ էդ մի քիչ կարմիր է ժողովուրդ Անետ արի ես գնամ Դեղինները բա ու կանաչի թարմից կանաչ Կկանգնես, կհիանաս ինձ ստեղից ձեռքով անելու ժամանակ Գնացի Շատ է գործերս Գնարմին ջան հաջողություն Հա, ժամը չասեցինք Երկուսի կողմերը Լավ, մեքենայի մեջ գերևա Ստույգ ժամը Բոլոր դեպքերում քեզ հաջողություն գործերդ վերջացնես հետո հաճույք ստանաս ընկերներիդ հետ շփվելուց Դե քեզ էլ չկրկնեմ անայդ լուցկիներով բանով չխաղաս Գնացի Այսօր գործերս կանեմ որ մյուս ուրբաթ ես իմ ընկերուհիների հետ հանդիպեմ Այո Դե գնացի պակա Պակա Լվոյան փողոց Ուզում էի նոյեմբերի 7-ի մասին խոսա, ես էր նոյեմբերի 7-ն է, հիշում եք, կարծում եմ, դե մեծահասակները, երիտասարդները չի բացառվում, կան շատերը, որ չգիտեն էլ ինչով է եղել, այո, ովքեր սիրում էին, հավատում էին ու շարունակում են հավատալ, նրանց տոնը շնորհավոր, ովքեր զզված երբեք չեն հավանել, ոչ մի լավ հուշեր չունեն, նրանց էլ որպես սքո օր նշենք, դե տարբեր են մարդիկ, իհարկե, զարմանալի կլներ, եթե բոլորը նույն ձևի վերաբերվեին, մի հատ բան եմ ուզում ուղղակի ասեմ, կարծում եմ Շատերը դրա կողքով անցած կլնեն, ոնց որ ես, ինձ համար այդ հայտնագործություն էր Երբ արեցի են ժամանակները, որ անընդհատ գրադարան էի գնում Ինչ պատահում էր, սաղ կարդում էի Ես գրքից են մի գրքի վրա հղում էր ելնում, գնում էի են գիրքն էի վերցնում Լվովյանից հասանք գայի պողոտա Հա, ու մի անգամ, այդ չեմ հիշում Ինչ էր, ում գրածներ Արտասամանյան ինչ-որ հեղինակ էր Կարդում էի այդ պատմությունը էլի Եվրոպայի աշխարհի Այդ 17 թվերը, 17-ից հետո 20-ական եւ այլն էլի Ու մի հատ հայտնագործություն ինձ համար եղավ Պարզվում է այդ հեղափոխությունից հետո, ռուսական հեղափոխությունից էլի Ուրեմն շատ մեծահարուստներ, գործարանների տերեր եւ այլն, արտասահմանում, սովետում չէ, սկսեցին շատ ուշադիր վերաբերվել բանվորների կարիքներին,
շատ ուշադիր, միանգամից փոխվեց, որտեվ հասկացան, որ հնարավոր է սենց բան, ու այդ վախից նախ այդ աշխատանքային օրը կարճացավ, սենց պրոֆսայոզների դերը ուժեղացավ, մի խոսքով բանվորներին սկսեցին լրիվ ուրիշ աչքով նայել, էլի, ու ես մտածեցի, որ փաստորեն հեղափոխությունը աշխարհի համար, սովետի համար չեմ կարող ասեմ, բայց աշխարհի համար, աշխարհի բանվորության համար դա շատ մեծ քայլ էր դեպի լավը, էլի, դեպի մարդկային վերաբերմունքը։ Երբեք դրա մասին չէի մտածել, որ կարդացի շատ զարմացա, այսինքն պետք է ինչ-որ տեղ այդ մարդիկ շնորհակալ լինեն, որ սենց հեղափոխություն կատարվեց, էլի։ Լավա ոչ իրանց երկրում։ Սենց դրական դեր է խաղացել հենց որ շատ դրական ու շատ մեծ դեր է խաղացել։ Հա, ես հիշում եմ առաջինը կարծեմ Բելը սկսեց այդ հեռախոսների որ կա, հա, Բելը։ Առաջինը ինքը զգաց, որ այս հեղափոխությունը այ մարդ, այս ինչ-որ լուրջ բան է։ Ու սկսեց մանկապարտեզներ սարքել բանվորության համար, հանգստյան տներ, բան, սկզբից կողքինները զարմանում էին, բայց հետո կամաց սաղ հասկացան, ինչումն է բանը։ Մի խոսքով ամեն ինչ անել, որ հեղափոխություն չլինի հանկարծ։ Սենց ժողովուրդ ջան, նենց որ բացասական օրինակն էլ է հաճախ լավ դեր խաղում։ Դե վերջ, հիմա ես Հյուսիսային համալսարան եմ գնում, ընդեղ գործ կա, հետո Կերևը։ Նախկին Ճոպանովին գնում գալիս են, տենում եք մարդիկ այդ ճանապարհով, դենտեղ աստիճաններ կան իհարկե։ Լոմոնոսովի համալսարանը Հյուսիսային է ուզում եք աստեղ հասը, տեղ չկար կանգնելու։ MGU, տենում եք, մեր թորը ստեղ է սովորում, Վարդանանց փողոց, ես էլ որ ասում են գնունի վերնիսաժ ինձ դարսողությամբ պետք դեստեղ կար տեղ կանգնելու ինչ անեմ Ալեք Մանուկյանի վրա լրիվ զբաղված են սաղ տեղերը ինչ-որ մի բանի մեջ ասեց խնձոր էր, հետաքրքրեց։ Վարդան Մամիկոնյանը, աջ կողքը են կինոյի տան շենքն է, ներքևը կինոյի տունն է։ Գնունի վերնիսաժ Թումանյանի շաուրմա էլ ինչ կար Փափազյանի լավաշ, չէ։ Ստեղ մի տեղ էր, չէ, լավ ձկների խանութը, էկզոտիկ ձկներ կային,
Այսինքն ինձ համար էկզոտիկ կարող է։ Հա, հեսա։ Ակվարիումային ձկներ։ Բաց հաչ եմ ասկարում, ես մի դուրը պագա։ Լպենանք են էլ ապակ։ Վայ։ Ափսոս։ Ոչ մի բան էլ չեն գրել, ուր են կորը, ինչ ա եղել։ Այսում դարդնակտրվե եկել աստեղ բաներ ա կպցրել։ Մենք հավար պատելնի, հա։ Ես ով ա տենալու սրանց կպցրածով։ Ափսոս, բայց մի բան գրեին գոներ։ Ինչի եմ փակ, ինչ ա։ Ես մեր բակում սրան դաղալություն էինք ասում։ Դաղալություն են արել։ Լավ գնամ գործերիս։ Ալեք Մանուկյան, բայց ինքը Մանուկյան էր գրում, Ալեք Մանուկյան, Մարկո Group Electronics, սա ամենասկզբից որ սարքեցին ես շենքը, ռուսական կահույքի խանութ էր, կիտ էր կոչվում, կիտ, հայերեն կիտը ոնց է, կետ, ես համալսարանցիները Լույս, հետաքրքիր անայտը կհավանես, խրուստալի, օրինակ ասես գուշ, ինչ մասով Այս շենքը, սրա հետևի շենքը Տեր-Պետրոսյանի օրոք կառուցեցին։ Են կիտը մի քիչ ավելի ուշ կառուցեցին։ Ավալոն, տեքստիլի տուն, Այս շենքի տակա չէ ոնց էր հյուսիսայինը, լմոտենանք։
մաննրա մեծածախ առևտուր։ Այստեղ է ուզում, բայց պետք է շուտ զանգ տայի, որ գային բացեին, հանգիստ կմտնի, եկա հասա այնտեղ նոր տեսա, շլագբաում չկար էլի առաջ, նոր են դերը, բավոր իմանայ, This is Face House and Makeup. Շիչել է գրած, ընդամենը 20 րոպե, 90 րոպե մարզման արդյունք, հասկացաք ինչ են ուզում ասեն տղաները, ես որ չհասկացա, Double X, ես իրանք են, հա, Double X, մտնում ես ինչ ալ, նո, 20 րոպեում 90, հա, 20 րոպեում 90 րոպեի արդյունք ես ստանում, Ես բոլորը ես Հյուսիսային համալսարանից են Չէ, նա վերևից էլ եմ գալի Ֆիզկուլտ ինստիտուտն է մարդ ընդեղ Դո մենակ ֆիզկուլտն է, մանկավարժականն էլ կա Ես է գիտեմ, ես սաղ Հյուսիսայինից են Ենքոմն էլ ոնց որ մուտք կար, չէ, ավելի լավն էր Ֆոյե էր մտնում Սա մի անգամից պետք է բարձրանամ փլականով եսին Ուր, Հյուսիսային համալսարան, հիմնադրվել է 96 թվին Հիմնադիր ռեկտոր Բորիս Մակիչյան Ներգրանցինք Ես փոքրացրել եմ ֆոյեն Լավ, ես մի հատ զանգ տամ Սանայինի համալսարան 906 թիվ 1051 Ես մի գործը պրծա Բայց պետք է մի հատ էլ բանկ գնամ Ընդեղ գնունիի վրա է Էլ մի հատ տենանք ես բակով կարամ դուրս գամ Գնունի չէ էլի Վարդանանցի վրա սխալ ասեցի Կարող է իմանաք ստեղից կարամ Վարդանանց փողոց դուրս գամ Չէ, ես կոմը փակա Ես կողմը փագա, հա, դե լավ Չկպավ Ասեցի բակով գնամ Ճիշտն ասած, ստեղ ես շուտվանից է ուզում մտնեի մի հատ Հրանտ Շահինյանի դպրոցը կա, էլի Մի հատ նորից քտնեի, վախտին եղել եմ Լավ, հլը գնամ տենանք ոնց կստացվի օրը Ուղղակի մեքենան ներքևն եմ կանգնացրել Մի քիչ անիմաստ է հատուկ դրա համար հետ գամ Չես դնջեմ մոտիցս Աման Իմիջալոց, որ իջնում էի Միաշնիկյանի վրա Դե լույսը լավը չէր, որ նկարեի Մի հատ հատված կար մինչև կենթանաբանական
Լավ կպած գործ էին անում, մաքրում էին, ծառեր էին տնգում, երևի 10 հոգի, քաղաքապետի աշխատողների շորերով։ Հենեն հին Զապորոժեցան գրեց, պաշել համարն է, պաշը։ Հեսա նայում եք, էլի այս տիպի շենքը էլի, այս տիպի երևաց չհասկացա, այդ բոլորը այդ ժամանակ կառուցվեց, էլի նենց անսովոր էր էլի, որ ինչ-որ շինարարությունը սկսվեց, ես իմ որդիքն էր, երևի Տեր-Պետրոսյանի դեպի վերջի տարիները էլի, Արմենը, կարոտ ես։ Հատ ID-ս վերցնեմ, մեքենայից, բանկերում առանց ID-ի հետը չեն խոսում։ Չէ, պարզվեց պայուսակս չեն վերցրել, ID-ն մեջն էր, չի ընդունում բանկը լուսանկարով, հեռախոսի մեջ ունեմ նկարները, ID, բայց զանգ տվեց, ասես չէ, պետք է անպայման։ Նելավ, այդ ժամանակ գնանք այդ բակը մտնենք մի հատ։ Ափսոս, ոնց չվեկալ է ես։ Միշտ մեքենայի մեջ ալնում պայուսակը, ինչ ես անգամ տուն եմ տարե չեմ իջում։ Լավ, եկեք ստեղից մտնենք բակը, հա, էլ չհասնեմ Հյուսիսային համալսարան։ Վարդանանցից նայեցի, այս կողմը իրոք լրիվ փակ էր։ Մի հատ գարաժ էր դրած, ու փակվել էր այդ ճանապարհը։ Մի քիչ զարմանալի էր, բայց փաստ էր։ Դες առաջի շենքերը սրանք ոչ ստոր գետնյա ունեին, ոչ բան։ Այս էր այս ծակը։ Սենց փակել են ու գարաժ։ Զարմանալի էր։ Լմերապ է կարող անդեղ էլա փակ։ Կարող է իմանաք, այն պատը, որ կա, տուպիկ է այդտեղ։ Այ քեզ զարմանալի բան։ Լավ հետ գնանք։ Ինչ ասում։ Մենակ ընդեղից է կարելի մտնել փաստորեն համալսարանի մոտից։ Ջերմաստիճանը 16 է, բայց ասեմ
Արևի տակ արդեն շոկեցի ես իմ հագուստներով։ Մտնեմ հովը շուտ։ Հովում լավ է, հաճելի է շուտ։ Ոչ մի պրոբլեմ։ Ինչքան գնացի եկա նույն տեղը։ Ուրեմն ասեցին, այսենց գնացեք այս շենքի մոտով ու դուրս կգաք Հրանտ Շահինյանի դպրոց։ Պաստորեն այս բակն էլ անջատած են բակերից։ Սենց առանձին բակեր են։ Սենց, հա։ Հրանտ Շահինյանի դպրոց, ճիշտ եմ գնում։ Ուղիղ, հետո աջ։ Շնորհակալություն։ Ուղիղ, հետո աջ։ Գնանք։ Հա, այս մի շենքը անսպասելի Աբովյանի անվան հայկական մասնաշենք, հա, պաստորեն։ Ինչ։ Մասնաշենք է, էլի։ Բարև ձեզ։ Այդտեղ եք սովորում։ Չէ։ Հա, բայց ինչ-որ աշխատող չունի ձևի տեսքը։ Չնայած շիշ կա դրած։ Աջակցություն ձեզ, տղեկ ջան։ Ես ինչքան մասնաշենք ունի։ Մանկավարժականը։ Էնել են չեխական շենքերն են, չէ՞։ Հա, էլի, կողքը մի հատ էլ մեծ նորակառույց, չէ՞, սարքեցին։ Հիշում եք, չէ՞, պատմություն են, չէ՞ են չեխական ասում։ Ասեց այս կողմ, չէ՞ այդ մարդը։ Ես խալվեցի։ Ձախ ասես, տեղաչ։ Հրանտ Շահինյանի դպրոցը։ Հա, այս դեմ։ Всё, շնորհակալություն շատ։ Աչ էր ասել։ Հա, այդ շենքերը հիշացնեմ մի հատ ինչ էր չեխական կոչվում պրոյեկտը։ Պարզվում է չեխական չէր, Թարխանյանից խումբն էր արել։ Բայց մի անգամ այնտեղ աշխատողներից մեկը ասեց, ինչ լավ պրոյեկտ է, ոնց որ չեխական պիվա լինի։ Դեն վաղ չեխական պիվան երանելի բան էր։ Արի մեքենա է։ Հիշում եմ մի անգամ սկվաժնյաչոկում նստած էինք, մեկ էլ ինչ-որ շուխուր ընկավ, որ կողքի 4-րդ խանութում չեխական գարեջուր են ստացել։ Մի վարկյանում սաղ սկվաժնյաչոկը դատարկվեց, սաղ վազեցին։ Այս պետք է փոխեմ կամերան։ Այսպես լուրջ ցուցանակը երկար ինֆորմացիայով կրթության, գիտության եւ այլն նախարարություն Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական, մարմնամարզության եւ ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց պետական ոչ առևտրային կազմակերպություն արժա այդ բոլորը այս օլիմպիական նշանոստեղ կա
Այդ բոլորը ո՞րն է շենքը։ Այն հետևինը պատի հետևն է։ Լավ, կամերան փոխեմ։ Էս է, այ մարդ։ Այս ինչ է գրած, դե ասեք։ Ես վեր չեմ հասկանում։ Altius, Fortus։ Հետաքրքիր է շատ ինչ է գրած։ Բարև ձեզ։ Ես գիտենք ինչ է գրած, հետաքրքիր է շատ։ Citus, Altius, Fortus, ուժեղ բարձր արագ, արագ ուժեղ բարձր։ Citus-ը արագ, հա։ Altius-ը ուժեղ։ Altius, Fortius, Լավ, այդ կարևոր չի, կարևորը ուժեղ արագ բարձր։ Այդտեղ է դպրոցը։ Հա, էդ էլ է, այն էլ է։ Մեկ էլ են շենքն է, հա։ Էն էլ Դուք չգիտեք առաջ անգամ եք ստե։ Չէ, առաջ անգամ չեմ, բայց շուտ եմ եղել շատ։ Այն մեկն էլ Լամանոսովինն է, հա, ոնց որ։ Հա։ Պատի հետևը։ Շնորհակալություն շատ։ Մի հատ Հրանտ Շահինյանին նայենք։ Լուրջ տարածք է։ Մեքենա կանգնացնելու համար։ Մի հատ էլ չէ, կամերան փոխեմ, կարգին նայենք Հրանտ Շահինյանին։ Ես տեսել եմ իրան կյանքում։ Ինձ վրա միշտ ինքը թողում էր շատ համեստ ու ազնիվ մարդու տպավորություն։ Ասած դպրոց ժողովուրդ։ Տարակուսանքի մեջ եմ, փորձեմ ներխուժեմ, թե չէ։ Երևի չէ։ Այս լուրջ շուն է շատ։ Գամփռա չէ ոնց որ։ Այստեղ մեկ ինչ հանգիստ է։ Չի թռնում վեր այդ մի անգամից։ Եկեք մի վարկյան հլը ուղղակի դուռը բացենք։ Համարը ունես։ Համարը հիմնա։ Դահլիճը որտեղ է։ Ինչ դահլիճ։ Չկա դահլիճ։ Մի րոպե, աղջիկ թե տղա։ Աջան։ Աղջիկների թե տղաների։ Տենց տարբեր է։ Իհարկե։ Աղջիկ տղա առանցին են։ Տղաներին է։ Դիմացի կորպուս։ Դիմացի, այստեղ աղջիկներն են։ Դիմացի կորպուս։ Շնորհակալություն շատ։ Տենում եք։ Ոնց որ առաջները մեր չէ դպրոցները։ Առանձին աղջիկ տղա։ Լմերով այստեղ բան է գրած։ Հուշարձանը պատրաստվել և տեղադրվել է։ Բարև ձեզ։ Հաուկ ինչ է նշանակում։ Հայկական ինչ է, թե հեսրոք է։ Չգիտենք, հա։ Հաուկի նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ 2014 թվին։ Հաուկը չգիտենք ինչ է, հա, ինչ է։ Հաուկ է գրած, թե հեսոք։ Հա, օլիմպիական կոմի, հաուկի։ Դուք չգիտեք հաուկն ինչ է։ Դե մոտարապես օլիմպիական կոմիտե։ Օլիմպիական կոմիտե։ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտե։ Դուք Հայաստանից եք։ Հա, ես Հայաստանից։ Կասկածում եմ, որ Հայաստանից եք։ Դե դուք սպորտին մոտիկ մարդ եք, ես արդեն շուտ վանից սպորտին մոտիկ չեմ։ Մարակերկիտ նկարում։ Հուշարձանները հայ առաջին օլիմպիական չեմպիոնը
որ իմանամ հիշեմ տես Դուք Հայաստանի շի։ ոնց Հայաստանի հիշեմ էս ինչ թազա բաներ Հրանտ Շահինյան Դուք Հայաստանի տնիկ ամեն ինչ կիմանայիք։ տենց հա Հա։ Դուք մարակիտիկ ինչն եք նկարում։ եկեք հիմա իրար հետ դուրս գանք փողոցում հարցնենք ժողովրդին հաոք ինչա տենան քանի հոգի գիտեն քանի հոգի կպատասխանեն Չգիտեք հաուք ինչա մեզ հարցնում։ չգիտեմ հարցնելը Նկարելու մանրակրկիտ անհարմար բան է հարց տալը Չեք դուք Շահինյան։ ահա տղաների հետ բնականաբար ընկերացանք լավ տղաներ են այս կողմերն են ապրեմ միշտ իրանց ասելով ասիստեղ ինչ էր ինտերնետ չէր ինչ ես կողմերը դե հա էլ ասեցի հիմա ինչ եք ասում մտնեմ դահլիճը նկարեմ ասին չէ ինչ կա դահլիճը էլ է հասարակ դե որ տենց ենք գտնում գնացինք ես էլ իմացանք Այս ինչ փողոց է հետաքրքիր հա էլ Հրանտ Շահինյանի Սենց կարճ փողոց է թե Այս ինչ հետաքրքիր փողոց է Այս Այգեստանն է հայր Երկը Հա Այն կողմերը շատ են եղել Ցաչելի փողոցա չէ Այս փողոցի անունը ոնց է կարող է իմանաք Հրանտ Շահինյան։ Հա էլի Հրանտ որտեվ այն մեկն էլ հա այս մեկն էլ Հա Շնորհակալություն Հա անդերից ինձ թեքվում է փողոցը Դե ասենք ոնց որ բայրոնն է Հա, այս ամբողջ փողոց մտնելն է, հա, արգելաձողով, դերում եք, ասինքն ստեղ մեքենայով, երևի են ծայրից էլ կա արգելաձող, է ճիշտ են արել, ինչ հանգիստ փողոց է դարը։ Բալելի Այս կախածս GoPro-ն շատ է հետաքրքրում է ժողովրդին։ Ինձ թվում է մանավանդ որ ոստիկանների մոտ հիմա չեմ շուտվանից ոստիկան չի կանգնացրել։ Այն վաղտ իրանց դոշերին սենց կամերա էր կախած որ ամեն ինչը արձանագրում էին էլի Այդտեղից ժողովուրդը սովորեց, որ կախածը կամերա է։ Այս այդ մանկավարժականի մասնաշենքը դեն էլ հյուսիսայինն է, համալսարանը։ Սենց էլի դուրս է գալի Ալեք Մանուկյան Չէ, հյուսիսային այս է Այդ հաստատ Այս Այգեստան չէ, փաստորեն Ճիշտ եմ հասկանում Հա, ստեղից չեք հա դուք Չէ, հաստատ Այգեստանը Այս արգելած հողերը լավ սովորեցին Հլստեղ նայեք, մի հատ ընդեղ արգելած հող
միած տեղ է, այսինքն սրանք չեն ուզում, որ ընդերից որ կարա մտնի, իրանց մոտ էլ մտնի։ Հələ մի հատ գնանք այդ հյուսիսայինի բակը։ Ստեղ էլ մի հատ ընդեղ է արգելաձող դրած հենց փողոցի մուտքի մոտ։ Ընդեղ նույնիսկ երկու հատ էր դրած։ Տարածքը հսկվում է տեսախցիկներով։ Այսա բակը։ Սաղ մեքենայի տեղը։ Կարար ավելի հետաքրքիր բակ ելներ։ Այնտեղ մի կտոր որոշել են թողեն, հա։ Սա վճարովի բան է, էլի։ Հիմնարկ ձեռնարկությունը։ Այս աշկիս կաշտան է հայեր։ Մի հատ էլ հիմնարկ ձեռնարկություն ես ինչա։ Լավ ես ես կկարդամ ձեզ կասեմ էլ, հավես չկա։ Կամերա փոխել, ես իմ ինչ անել։ Էլի պետական մանկավարժական համալսարան։ Այս սաղ քաղաքով մեկ մասնաշենքեր են։ Այնտեղ հրաձգարան է գրած։ Կարծում եմ այն պատշկամբում է հրաձգարանը։ Ստեղ ինչ-որ խառնվեցին մի տեսակ, չէ, շենքերը։ Ինչ-որ անհույս տեղ է կա, հա, ոնց որ։ Ես ուզում էին այստեղ դուրս գային նորքը մի հատ լավ երևար։ Ինձ հետաքրքիր էր ամանուն կտեսնեմ թե չէ, բայց լրիվ խճճվեցի։ Հա, այգեստանն է։ Ինձ թվում է այնտեղ եթե ուղիղ գնանք, մեր Գելան փողոցը կլինի, հետո էլ դեպի վերև էլ Չարենց փողոցն է։ Լավ եկեք հետ գնամ, այնտեղ որտեղ մի տեղից մի քիչ երևում էր նորքը։ Ինչ տեղեր են, չէ, բայց հետաքրքիր է, այստեղ օրինակ հնարավոր է մեքենայով գալ, չէ, այստեղ ոնց գնաս։ Չէ, ես այստեղ ամանու չեմ տեսնում, կարող է ինչ-որ կողքի շենքերը, բայց չեմ հիշում։ Հələ մի քիչ առաջ գնամ, այս պատը որ փակել է այդ մասն էլ տենամ։ Չէ, սրանք էլ իրանք, սա էլ իրանք չեն, չէ, ոնց որ։ Այս կիսակլոր մի քիչ հիշացնում է, բայց են չի։ Լավ չերևաց շտեղից։
Գնացինք ասել կաշտանը ասել հյուսիսային համասարանի այգի կոչեցյալը աստիճան կա ճիշտ է, բայց ոչ նստարան, ոչ բան կեղտոտ ասել մանկավարժականն է ֆուդ կորտ ունեն տենում եք դուրս եկա այդ տարածքից ամենահետաքրքիրը որ սխալվել է այդ որ ցույց էի տալի որպես հյուսիսային համալսարան դա նորից դե այդ աշետրամանական էր մանկավարժականն էր այս շենքի հետևի կողմն էի ես այդ այգին բան որ ցույց տվեցի բոլորը իրանցն էր հյուսիսային են մեկն է այն կողմն է մի խոսքով ես ոնց անցա չնկատեցի այս մանկավարժականի Արջևի այգին է այն հետևինը տեսանք տխուր էր իսկ ստեղ լավ է չէ շուտ հիասթափվեցի ստեղ միացնց բան կա պատի վրա սպյուրք չէ երևի գրած գիտաուսը գիտա ուսումնական կենտրոն այո այնտեղ էլ դե իրանց ցուցանակն է որ համալսարանն է չէ ասել այգին այնել Ալեք Մանուկյան փողոցը եկեք մի քիչ բարձրանանք Ալեք Մանուկյանով ես մի հատ այնտեղ խանութ կա կրակայրիչ առնեմ կասեմ հետո ինչի համար այս էլ հուշարձանը ազգանունները բոլորի գրած է վերջի պատերազմի Հիմա արդեն լրիվ հասկանալի դարավ չէ Բաքվում ինչի են տենց շատ մասնաշենքերը այ հյուսիսայինը են մի շենքի տակ էր լավ վայ այս սրճարանը փակվել է հա շատրվանով լավ պաստորն էլ կրակայրիչ առնել իմաստ չունի ես էլ ֆիզկուլտն է ասեմ ես ուզում եի այդտեղ սուրճ խմեի վերջի անգամ որ նստեցինք նախ սուրճն էր շատ լավը հետո մատուցողին կրակայրիչ չունի էլ ինքը բերեց ես ասեցի հետ գալուց մեկը մեքենան ստեղ է կանգնած կբերեմ ասես ոչինչ բան բայց ես խոստացա բերեմ Են էլ մութ էր գնացինք եսին որտեղից էր դուրս եկանք արդեն հեռու էր այդ իջնել ներքև ասեցի հիմա որ գնամ տանեմ էլի ես էլ ֆիզկուլտ ինստիտուտ է հայր ես գիտեմ ասիելի բազում է կասի լավ ու կարծում եմ սրանով եզրափակվենք բավական է մենակ տենանք են ինչ հետաքրքիր արձանը ֆիզկուլտի տարածքում ու գնանք
Հզոր գիտություն հաղթող մարտիկներ Կարմեն գծի վրա եք կայնը։ Չէ, չեն կայնը։ Այս աշխողքը, բայց արևը ընկնելու է, հա? Շատ անհաջող։ Շավարժ Քրիսյան։ Ես դանդաղ ցույց տամ, դուք եթե ցանկություն ունեք, կարող եք կարդալ։ Մենակ վերջի տողերը ասեմ 1915 թվականին Անկարայի ծայրամասերից մեկում Շավարժ Քրիսյանը դաժանորեն սպանվեց սպորտսմեն է եղել դեկը կարդակ Սել անգլերեն Զորին 915 Մի վարկյան ես նայեմ քանի տարեկան է եղել որ զոհվել է 29 տարեկան մարզիչ արնավարս Արզական թերթի խմբագիր Բելավ կկարդակ Այսենց ուշարձոն Դե գնացի մեքենայի մոտ հրաժեշտ տանք Լավ մնաք հայր ջան, միշտ առողջ և խաղաղ երկինք